բաններ չեն մտածել, ես ասում եմ, որ իրանք տրիբունալ էին ենթարկվելու, բայց քանի որ դրանց տեսնելուց բար չկա, բայց ինչի մացակորդ հպականային է եմ ուզում հասկանալ։ Ռաման Բաղդասարյանից անուն էլ չասեմ ես, մի խոսքով ես դրանց անունները չեմ տալու, այլևս ոչ մեկի հազար անգամ։ Դա ձեզ հանեց այսպես։ Ոչ միայն, ինչու ինձ պիտի միայն դրանց տեսնելը հանին, դրանց քաղաքական դաշտում գոյություն ունենալը։ Խնդրում եմ։ Ձեզ ինչ է, ջուրապետ, ինչով վերականգնում այսօր։ Մենք այս քանի օրվա մեջ, քանի հազար հայեր խոսել հրապարակում։ Մինչև 6 սրբազանը, մինչև 6 նոյեմբերի 9-10 կտուշը, ով որ չվերականգնեց մեր սահմանադրական կարգը, նա կոլաբորացիոնիստ է։ 1000 անգամ, 1000 միլիոն անգամ հիմա իմպիչմենտել էին կարել, իրաց տրիբունալի է ու ենթարկելու է։ Այսինքն տեղամասի մոտ Ռոման Բաղդասարյանը ինչ-որ խաղեր էր տալիս, որը ձեզ ումից հանեց։ Իպսիմ է, ներեցեք, որ անունով եմ ձեզ դիմում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ դրանց ներկայությունը արդեն մարդուն ու հունից հանելու, հասկանում եք դրանց քաղաքական դաշտում դրանց գոյությունը, որ իրանք չեն տրիբունալի չեն ենթարկվել ցեղասպանության համար։ Էդ ինչ խաղեր պետք է տային իմ նման մարդու դեմ։ Սա գիտեք ինչ է։ Սա ցեղասպանություն է։ Լավ, ինձ պետք չի որ իրանք ավելորդ ինչ պետք է խաղերը տվել են Արցախում, Հայաստանում։ Վերերկու հանրապետությունները անցած։ Այդ 9/24-ի ոստիկանը ձեզ դուրս արեց։ Ես չեմ մտել ընտրատեղամաս։ Բա ո՞նց էր ձեզ ինչ էր արել, որ դուք ասում եք ոստիկանը ինձ չի կարող բանանել։ Ես չգիտեմ ինչու ինքը ինձ ասեց գնա ստուց։ Հայերենում ստուց բառ չկա նախ այստեղից, ես իրեն շատ հասկացրեցի։ Սրանից հետո ոչ մեկը ռիսկ չանի հայ մարդուն ասել գնա այստեղից կամ այնտեղից կանգնած ենք, ոչ մեկ մեզ չի կարող ասել գնա այստեղից։ Ձեզ ինչ որ օգնություն պետք է։ Ինձ ոչ մի օգնություն բացի սահմանադրական կարգի վերականգնումից ու լրատվողական համայնքի ռազմավարությունից, որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ռազմավարություն չի, դա ռազմավարության պակաս է, որովհետև ցեղասպանների հետ չեն բանակցում։ Ինչպես ուզում եք, ես ձեզ չեմ թիրախավորում, դուք լավ գիտեք, որ ցեղասպանելուց ցեղասպանում են ազգի էլիտան։ Եվ լրագրողական համայնքը ընդունելու է առաջիններից հետո։ Որքան շուտ համայնքը ռազմավարություն ունենա այս ցեղասպանության պայմաններում, կան լավ, այստեղ խայբ բռնելու բան չկա, ոչ մեկի լացը կամ գոռոց նկարելու բան չկա։ Եռաբլուրը բավական է, որ մենք դրանց տրիբունալը պահանջենք։ Ու ամբողջ օրը դրանց տեսնենք։ Հաշվի առնելը, որ զուտ ընտրատեղամասի մոտ էր այդ ամեն ինչը, այդ միջադեպը տեղի ունենում, դրա համար է մեր հետաքրքրությունը, այսինքն ուզում ենք հասկանալ, թե դուք ընտրող եք, ձեզ ինչ-որ մեկը բան ասեց, ինչից այդպես աղմուկ բարձրացավ Ես ասեցի, եւ դա իմ սահմանադրական իրավունքն էր։ Տրիբունալը հենց փողոցում։ Դա ամեն հայի սահմանադրական իրավունքն է։ Եվ այսօր մենք պիտի վերականգնենք, վաղն էլ ու հավաքվենք ու մաքրենք քաղաքական դաշտը պատեհապաշտներից ու թուրքական հարճերից ու թուրքի ծառաներից։ Շնորհակալություն։